Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Տաղավարում աշխատում է Ռազմիկ Մարտիրոսյանը։ Այս թողարկմանը կներկայացնենք։ Ազգային ժողովը նոր նախագահ ունի։ Ինչ սպասել նորընտիր խորհրդարանի գործունեությունից։ Նասիմ Թալեբը մերժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու առաջարկը։ Նշվել է Վարշավայի ապստամբության 82-րդ տարելիցը։ Մոսկվայում ռեստորանի պայթյունից օրեր անց ինչ վարկածներ են շրջանառվում։ Ռուբեն Ռուբինյանը պատրաստվում է լինել ամբողջ ազգային ժողովի նախագահը, չնայած նրան, որ ընդդիմադիր падգամավորներն իր օգտին չեն քվեարկել։ Ազգային ժողովի նախագահ ընտրվելուց հետո հայտարարեց նա. ազգային ժողովի նախագահի պաշտոնին միայն քաղաքացիական պայմանագրից Ռուբինյանի թեկնածություններ առաջադրվել։ Նա նախորդ ազգային ժողովի փոխխոսնակն էր։ Ազգային ժողովի 105 падգամավորներից քվեարկությանը մասնակցել են 91-ը։ Քվեատուփում արկա էր 91 քվեաթերթիկ, որոնցից անվավեր է ճանաչվել 0-ն։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ. Ռուբեն Ռուբինյան կողմ 63, դեմ 28։ Շնորհավորում եմ, պարոն Ռուբինյան։ Սա ինձ համար մեծագույն պատիվ է եւ ես ամբողջությամբ պատկերացնում եմ այն պատասխանատվությունը, որը գալիս է այս որոշման հետ միասին եւ ամեն ինչ կանեմ ձեզ չհիասթափեցնելու համար։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, այն փաստը, որ դուք չեք քվեարկել իմ օգտին, ոչինչ չի նշանակում մեր հարաբերություններում, ես պատրաստվում եմ լինել ամբողջ ազգային ժողովի նախագահ։ Ինչ սպասել նորընտիր ազգային ժողովի գործունեությունից, հանրությունը չի հոգնել փոխադարձ մեղադրանքներ եւ պիտակավորումներ լսելուց, որքանով են նոր խորհրդարանը ներկայացնում Հայաստանում առկա հանրային տրամադրությունները, ժողովրդավարության առումով ինչ վիճակ է Հայաստանում։ Թեմաների վերաբերյալ կզրուցենք նժար սահմանադրական շարժման համահիմնադիր իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ։ Թերևս նորություն սպասելու կարիք չկար, որովհետև ըստ էության ոչինչ առանձնապես չի փոխվել։ Շատ հետաքրքիր է, ես ձգտում եմ չհետևել, որովհետև կանխատեսելի են, շատ պարզ են, թե ով ինչ հարց է տալու եւ ով ինչ պատասխան է տալու։ Ուղղակի հասարակությունը մի քիչ լավ չի պատկերացնում, որ երբ մեղադրանք է հնչեցնում, մարդը պիտի այդ մեղադրանքը հնչեցնելու բարոյական իրավունք ունենա։ Շատ զվարճալի է նայել, երբ տարբեր տարիների իշխանության մաս կազմած մարդիկ հնչեցնում են օրինակ ոստիկանության ապօրինությունների մասին, կոռուպցիայի մասին, արդարադատության համակարգի բացակայության մասին։ Շատ տրամաբանական հարց է ծագում, ժողովուրդ ջան, այդ ամբողջ համակարգի հիմնադիր հայրերը եղել եք դուք կամ ձեր թիմի ղեկավարները, հետևաբար պատասխաններն էլ համարժեք են հնչում ու շատ ցավալի է, որ մենք չունեցանք այդպես էլ այնպիսի ընդդիմություն, լավ իշխանափոխություն չեղավ, հասկացանք, բայց գոնե այնպիսի ընդդիմություն լիներ, որին չէին կարողանա պիտակավորել ու չէին կարողանա տեղին պատասխաններ տալ, այսպես ասեմ, հա, վերադարձնել են պիտակները, որոնք իրեն կպցնում են գործող իշխանությունների վրա։ Շատ ցավալի է, ոչ մի արդյունավետություն անկեղծ ասած ես չեմ սպասում, ցավոք սրտի գործող օրենսդրությունն էլ թույլ չի տալիս ընդդիմությանը գործել անկախ, ազատ կամ արդյունավետ, եւ սա նշանակում է, որ իշխանությունը միևնույնն է անելու է ինչ որ ուզում է, ընդդիմությունն էլ ուղղակի խոսելու է խոսալու համար, տենց ավելի տպավորիչ լինելու համար, տենց խրոխտ չոր տեքստեր են ասելու, բայց արդյունքում ոչինչ էս երկրում չի փոխվելու։ Դեպետ եկեք ընդունենք, որ եթե ընդունում ենք եւ դա փաստ է, ամբողջ ընդդիմությունը ցավոք սրտի այ ընդգծված պրոռուսական թիմեր են եւ ասել, որ այս պահին ազգային ժողովում կան ազգային միտք գաղափար գեներացնող մարդիկ, ցավոք սրտի ոչ։ Ամենայն հարգանքով են առանձին մարդկանց, որոնք ազգային գաղափարախոսության կրողը կարող են լինել, բայց ինքնին թիմերի հիմքում դրված է այդ պրոռուսականությունը, որը թաքցնել որևէ կերպ հնարավոր չի ու ցավոք սրտի ես գտնում եմ, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը որևէ կերպ ներկայացված չի պարլամենտում։ Որքանով է նոր խորհրդարանը ներկայացնում Հայաստանում առկա հանրային տրամադրությունները գոնե թե։ Հանուն արդարության եկեք ասենք, որ անպայման ապանյենտները կասեն, դե կներեք 700,000-ի չափ մի թիմնա հավաքել ձայն, մոտավորապես մի 300,000, 200 քանի հազար հավաքել է մյուս թիմը եւ այսպես շարունակ, հա, նվազեցման։ Հա, բայց որովհետեւ մեր գործող օրենսդրությունը ինքը թույլ չի տալի փոքր ուժերին անգամ այդ անցողիկ շեմ անցկացնելու եւ հետեւաբար շատ մարդիկ, ովքեր որ գնացել են քվեարկելու, ճարահատյալ են գնացել քվեարկելու այն մեծ թիմերին, որովհետեւ խաղի կանոնները այդպեսին են, որ փոքր թիմերը անգամ պարլամենտի այդ շեմը անցնելու հնարավորություն չեն ունենում, եթե միլիարդատեր չեն։ Միայն այն փաստը, որ այսպես ասած պարլամենտում գտնվող բոլոր թիմերը միլիարդատերեն են,
մի մասը օգտագործել է պետական բյուջեն, մի կողմը, մյուս կողմը օգտագործել է սեփական, ինչպես ասում են, անհայտ ծագման դեռևս չհիմնավորված միլիարդներն է օգտագործել կամ հիմնավորված որոշակի երկրից կախվածություն ունեցող միլիարդներն է օգտագործել, դա արդեն իհարկե խնդրահարույց ու դժվարություն է առաջացնելու։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հայկական պրոյեկտ պարլամենտում չկա։ Իշխանությունը շարունակում է վստահեցնել, որ երաշխավորում է ժողովրդավարությունը, իսկ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է ժողովրդավարության առումով ակնհայտ հետընթաց գրանցելու մեջ, ինչ վիճակ է ժողովրդավարության եւ նաեւ մարդու իրավունքների առումով ձեր դիտարկման, որովհետեւ դուք նաեւ երկար տարիներ զբաղվում եք իրավապաշտպան գործունեությամբ եւ այս առումով ավելի ամբողջական գնահատական կարող եք տալ։ Ես համաձայն եմ, որ կա հետընթաց, ակնհայտ հետընթաց կա, որովհետև մենք ունենք կար մի ժամանակ, երբ մենք ունենք ինչ որ չափով իշխանություններին զսպող մեխանիզմներ, գործիքներ, այդ թվում քաղաքասարակություն ունենք, իրական ընդդիմադիր ուժեր ունենք, որոնք իսկապես խնդիրների մասին խոսում են, բայց հիմա մենք չունենք որպես այդպիսին քաղաքասարակության մի մասը դարձել է իշխանությունների ռոպագանդան, բառացիորեն ռոպագանդան տարածողներ, այսինքն ռոպագանդիստներ են դարել, թեպետ իրենք շատ խիստ վիրավորվում են այդ բայց փաստը մնում է փաստ, ժողովրդավարության անկում կա, դա վստահաբար կարող եմ ասել, որովհետև համեմատության մեջ ժամանակը, որը մենք առաջ ենք անընդհատ գնում, պիտի որ մենք արդեն ունենայինք այնպիսի միջավայրեր, այնպիսի ինստիտուտներ, որոնք կվերահսկեն, այնպիսի պետական ինստիտուտներ, որոնք թույլ չեն տա ժողովրդավարության անկում, բայց ցավոք սրտի մենք տեսնում ենք, որ այդ նույն ինստիտուտները նույն տրամաբանությամբ շարունակում են աշխատել, ինչպես օրինակ արտարդատության համակարգը այդքան գովված, այդ թվում նաև մեր եվրոպական գործընկերների գովված բարեփոխում կոչված process-ների արդյունքում միևնույնն է աշխատում են որպես գործիք, արտարդատության համակարգը չի կարող լինել գործիք եւ համարվել, որ դա ժողովրդավարություն է։ Այն ամենը, ինչը մենք գնահատում ենք որպես հանցավոր ռեժիմ նախկինում, այն ամենը, ինչ որ մենք համարում ենք համակարգային կոռուպցիա նախկինում, նույնությամբ շարունակվում են այդ պրոյեկտները հիմա եւ մի տարբերությամբ, որ կան մարդիկ, ովքեր նախկինում դա դատապարտում են, հիմա ուղղակի ուռնծափարում են եւ համարում են, որ այս ամեն ինչը նորմալ է։ Ցավոք սրտի մենք հետընթաց ենք ապրել, մեծ հետընթաց ենք ապրել եւ ինչու է այս իշխանության նկատմամբ իմ քննադատությունը օրինակ շատ ավելի շատ, որովհետեւ նախորդ իշխանություններից որևէ մեկը մեզ չի խոստացել ժողովրդավարության տենց մեծացում, ընդլայնում, չգիտեմ, տենց մեծ խոստումներ չի տվել։ Այս իշխանությունը 18 թվականին լրիվ ուրիշ խոստումներով եկավ, բայց շատ գեղեցիկ կարողացավ տեղավորվել այդ բոլոր հանցավոր համակարգերի մեջ եւ օգտագործել այդ հանցավոր համակարգի գործիքակազմը սկսած ոստիկանությունից վերջացրած դատարաններով, տարբեր տեսակի ճնշումներով ու ցավոք սրտի մենք մի բան էլ կորուստ ենք ունեցել, որտեղ նորից հիշեցնեմ, որ եթե մենք ժամանակին ունենք քաղաքասարակություն, որը կարող էր բավականին լուրջ ազդեցություն ունենալ, հիմա այնպիսի մեծ պառակտում կա քաղաքասարակության ներսում, անհամաձայնություն կա եւ տարաձայնությունները թույլ չեն տալի, որպեսզի այդ գործիքն է վերացել, իսկ այն կուսակցությունները, որոնք որ ժամանակին իսկապես ընդդիմադիր դիրքավորում ունեին, անհասկանալի վարքագիծ են դրսևորում, որը շատ մեղմ ասած շատ ծանր վիճակի մեջ է դնում մեր հասարակությանը, ժողովրդին։ Ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ։ Լիբանանյան ծագմամբ ամերիկացի մտածող, փիլիսոփա, ակնարկագիր եւ մաթեմատիկոս Նասիմ Նիկոլաս Թալեբը մերժել է Ադրբեջանում դասախոսություն կարդալու առաջարկը։ Ինձ խնդրել էին մեկնել Ադրբեջան դասախոսություն կարդալու։ Ես մերժեցի։ Նրանք զգալիորեն բարձրացին առաջարկվող վարձատրության չափը, չգիտակցելով իմ բարոյական սկզբունքները, կարծելով թե այն ինչ որ բան կփոխի։ Ոչ չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ։ Փիլիսոփան նաև արձագանքել է այն փաստին, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան նախկինում մեջբերել է իր մտքերը, շեշտել է, որ դա որևէ պարտավորվածություն չի ստեղծում իր համար եւ որ ինքը անշարժ գույքի վաճառող չէ։ Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը նպաստում են ոչ միայն բիզնեսների ստեղծմանը, այլև դրանց կայացմանն ու աճին։ Թեմային իմ գործընկեր Ասպրամ Ավանեսյանն է անդրադարձել։ Էսի բոլոր Հայաստան իրանոցների դեյտան է։ Ես բան, ես գիտեմ գարամ համատեմ անցած տարվա հետ ու տեսնում եմ, որ այս տարի մենք ավելի աճում ենք, համեմատաբար ունենք 41%-ից 50%, հենց 12% աճ գեներացվել։ Սարոն է։ Հայաստանում առաջին հայկական առցանց հյուրանոցային ամրագրման հարթակի հիմնադիրը։ Բայց ինչ է սա։
կամ ինչ ծառայություններ է մատուցում։ Ես միշտ օրինակը որ ասում եմ, բացառությամբ նյութական վաճառքներ, այսինքն օրինակ հորանոցային շամպուն, օջախ դենց բաներ մենակ չեն կանում։ Բայց ինչ որ վերաբերում է տեխնոլոգիական ծառայությունը, ինքը IT կամպանի է, որը IT լուծումներով մենք փորձում ենք հյուրանոցային ոլորտը զարգացնել։ Սարոն Սիրիայից է։ Հայաստան է տեղափոխվել 2007 թվականին։ Նա երկար տարիներ հյուրանոցային ոլորտում է աշխատել։ Որոշել էր. պետք է ունենա սեփական բիզնեսը եւ տարիների փորձն ու գիտելիքը իրացնի իր եւ Հայաստանի համար։ Հիմնադրեց Թաթիոսան, սակայն բիզնեսի համար անհրաժեշտ մեծ ներդրումային գումարը խնդիր էր։ Հենց այդ շրջանում էլ 2019-ի տարեվերջին իմացա, որ Իրիսը ինկուբացիոն ծրագիր է անում սիրիահայերի համար։ Իրիսը Հայաստանում գործող բիզնես ինկուբատոր է, որ ձեռներեցներին, ստարտափերներին եւ փոքր ու միջին բիզնեսներին աջակցում է կրթական ծրագրերով, մենթորությամբ, ֆինանսավորման հասանելիությամբ եւ բիզնեսի զարգացման գործիքներով, նպաստելով նորարարությանը եւ կայուն աճին։ Ավելի քան 7 տարվա գործունեության ընթացքում Իրիսը համագործակցել է բազմաթիվ կառույցների հետ։ Ամենահիմնականը Եվրոպական միությունն է։ Եվ հայաստանյան պատվիրակության եւ միջազգային ֆոնդերի Մադատ ֆոնդի ֆինանսավորմամբ սիրիահայերի ծրագիրն է եղել, ICMPD-ի միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հետ համատեղ վերադարձող միգրանտների բիզնեսների զարգացման ծրագիր են ունեցել կրկին Եվրամիության ֆինանսավորմամբ, երիտասարդների սոցիալական ձեռներեցության զարգացման ծրագիր են կարել EU for Youth շրջանակային այդ մեծ ծրագրի շրջանակում եւ այժմ մեր ակտիվ ծրագրերից է Արցախահայերի տեղահանված մեր հայրենակիցների եւ պատերազմից տուժած տեղացիների բիզնեսների զարգացման ուղղված ծրագիրը Եվրամիության աջակցությամբ իրականացված ծրագրերը Իրիսի գործունեության կարևոր ուղղություններից մեկն են եղել, սակայն հիմնադրամի համար ամենամեծ ձեռքբերումը միայն իրականացված ծրագրերը չեն, այլ այն, որ տարիների ընթացքում կարողացել են ձևավորվել որպես ինքնուրույն եւ կայուն կազմակերպություն, շարունակաբար ընդլայնելով գործունեության շրջանակը։ Մենք սկսել ենք ինկուբացիոն ծառայություններից ավելի շատ, հիմա արդեն ընդլայնվել ենք դեպի աքսելերացիոն ոլորտ, գաղափարների գեներացման բլոկ ենք ավելացրել, վճարովի ծառայություններ ենք կամաց ներդնում։ Արդեն շուրջ 500 հոգուց կազմված համայնք ունեն, որոնց հետ շարունակաբար համագործակցում են։ Իրիսի ծրագրերին մասնակցած եւ հաջողության հասած բիզնեսների հիմնադիրներն այսօր արդեն իրենց փորձը փոխանցում են նոր ծրագրերի մասնակիցներին որպես մենթորներ։ Որ մենք ստեղծվել ենք Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, եթե ծրագիրը չլիներ, նաեւ Իրիս բիզնես ինկուբատորը չէր լինի։ Մեր շահառու ձեռներեցների կեսից ավելին մարզաբնակ են, մոտ 60%-ը կանայք են։ Կարծում եմ, որ այդ ցուցանիշները ինքնին արդեն խոսուն են։ Խոսուն է նաև Թաթիոսայի ձևավորած վիճակագրությունը։ Թաթիոսայի այս պահին հաճախորդներ ակտիվ 100-ից ավել են եւ ինչպես նաեւ մենք ունեցել ենք միջև հիմա քանի 100 հաճախորդ, ինչպես եմ ասում, քանի որովհետեւ մենք ունենք product, որը հյուրանոցը գալ ասում է իմ վաճառքները զարգացնենք, նպատակը այն է, որ մի քանի ժամանակահատված մենք աշխատացնում ենք, ինքն իր վաճառքները զարգանում է, գայունանում է, կնում է։ Ասում է, արտասահմանյան հաջողակ փորձը պարզապես չեն կրկնօրինակել։ Փոխարենը մշակել են հայկական հյուրանոցային ոլորտի պահանջներին հարմարեցված վերապատրաստման ծրագիր, որն արդեն կիրառվում է Հայաստանում։ Մենք սկսեցինք տրեյնինգներ անել, այսինքն իրանց մեր մասնակցությամբ։ Օրինակ ես երբ որ States America աշխատացնում է հյուրանոցները մեր կամպանիայում, ես տրեյնինգի full գեդի իմն էր։ Նույնիսկ housekeeping-ից սկսած մինչև առօրյա operations-ը full ամեն ինչով։ Եթե երբ որ ամբողջ աշխարհում օրինակ մեր այդ կամպանիա հյուրանոցներն ենք վերցրել, իսկ պետք է որ բոլորը նույն quality, նույն ստանդարտը ունենան։ Եվ դրա համար այդ մեթոդները, որ ես ընդ ստեղծել եմ, որ ընդեղ էր եկամուտ բերում Եվրոպայում, ստեղծեցինք այնպես որ Հայաստանում անի։ Թաթիոսան արդեն համագործակցում է արտասահմանյան գործընկերների հետ, Սիրիայի, Սաուդյան Արաբիայի, Եվրասիական այլ երկրների գործընկերների հետ տարբեր մակարդակի պայմանավորվածություններ ունեն։ Ապակայի ծրագրերը հավակնոտ են, իսկ Թաթիոսա անվանումը հիմնադրի խոսքով հատուկ է ընտրվել ոչ թե Թադեոս, որից իր ազգանունն է առաջացել, այլ Թաթիոսա, որպեսզի եվրոպացիներն ու աշխարհի այլ ծայրերում ապրող մարդիկ հեշտությամբ արտասանեն։ Ասպրամ Ավանեսյան, ՎՏՀ Հայաստան News, Երևան։ 1944 թվականի օգոստոսի 1-ին ուղիղ ժամը 17:00-ին սկսվեց Վարշավայի ապստամբությունը։ Այդ օրը դարձավ երկրի պատմության ամենակարևոր տարեթվերից մեկը։ Մանրամասները Դարիա Չուլցովայի ռեպորտաժում։
Ամեն տարի օգոստոսի 1-ին ճիշտ երեկոյան ժամը 5-ին Վարշավայում 1 րոպեով կանգ են առնում մեքենաները, անցորդները ու հասարակական տրանսպորտը։ Այսպես Լեհաստանը հիշում է 1944 թվականի Վարշավայի ապստամբության սկիզբը։ Ապստամբները հույս ունեին ազատագրել մայրաքաղաքը նացիստներից եւ պահել քաղաքը մինչեւ խորհրդային զորքերի ժամանումը։ Սակայն Կարմիր բանակը կանգ առավ Վիսլայի հակառակ ափին, Վարշավան թողնելով միայնակ 3-րդ Ռայխի ռազմական մեքենայի դեմ։ Առանց ծանր եւ ժամանակակից զինատեսակների 50,000 ապստամբներ, որոնց թվում կային նաև շատ երիտասարդներ, դիմակայեցին 63 օր։ Դիմադրության գինը սարսափելի էր՝ շուրջ 200,000 զոհ եւ Վարշավայի շենքերի եւ շինությունների 85%-ի ավերածություն։ 82 տարի անց Լեհաստանի մայրաքաղաքը լի է ապստամբության խորհրդանիշներով։ Շատ զբոսաշրջիկներ անցնում են դրանց կողքով նույնիսկ չնկատելով դրանք, սակայն քաղաքի բնակիչների համար դրանք ազգային հիշողության մի մասն են։ Խարիսխը լեհերեն կոտվիցա, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների լեհական դիմադրության գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Այն միավորում է երկու տար՝ Բ եւ V, Պոլսկա Վալչոնցա, մարտնչող Լեհաստան։ Գերմանական օկուպացիայի տարիներին այս նշանը գաղտնի նկարում էին տների պատերին, կամուրջների եւ ցանկապատների վրա, որպես դիմադրության եւ հույսի խորհրդանիշ։ Ես ցանկանում եի պատկերել Վարշավայի ապստամբության հետ կապված կանանց, որպես ազնիվ եւ լուսավոր մարդկանց։ Այսօր Վարշավայի ապստամբության մասին ավելի ու ավելի հաճախ պատմում են ոչ թե զենքի, այլ մարդկանց ճակատագրերի միջոցով։ Street art նկարիչ Դարեկ Պոչկովսկին ստեղծում է այդ իրադարձությունների իրական մասնակիցների դիմանկարներով մուրալներ։ Խոսքն այն մասին է, որ պետք է հրաժարվել մարդկանց հիշատակը հավերժացնելուց բացառապես հրացաններով։ Այդ մարդիկ կռվել են, բայց նրանք նաև ապրել են հանուն ազատության եւ կյանքի ուրախության։ Այս ամբողջ նախագիծը հենց դրա մասին է։ Այն, թե ինչպես է հասարակություն ու իշխանություն հիշում անցյալի պատերազմների փորձը, ցույց է տալիս, թե ինչպես են նրանք տեսնում իրենց ներկան եւ ապագան։ Նրանք, ովքեր լսում են ռուսական իշխանություններին, ավելի ու ավելի են օտարվում իրականությունից։ Նրանց համար պատմությունը լեզու է, նկարագրության լեզու։ Նրանց պատմական քաղաքականության գլխավոր սկզբունքն այն է, որ ցանկացած թեզ հարմարեցվում է այն ամենին, ինչ իրենք անում են։ Լեհական փորձը սովորեցնում է բոլորովին հակառակը։ Այստեղ Վարշավայում օգոստոսի 1-ին չեն ասում կարող են կրկնել, այլ հիշում են այն զոհողությունները, որոնք պատերազմը բերել է։ Շաբաթ երեկոյան Մոսկվայի Բալցիրոսի ռեստորանի մուտքի մոտ տեղի ունեցած պայթյունից առնվազն 5 մարդ զոհվել է եւս 6-ը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում։ Ենթադրվում է, որ ռեստորանի մոտ տեղի ունեցած պայթյունը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Չայկոյի եւ նրա բարձրաստիճան հյուրերի դեմ իրականացված ձախողված մահափորձ է։ Ուկրաինայի դատախազությունը գեներալ Չայկոին մեղադրում է Բուչայում իրականացված ռազմական հանցագործությունների մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների մոսկովյան ռեստորանի պայթյունից գեներալ Չայկոն չի տուժել, ի տարբերություն իր մի շարք հյուրերի։ Տելեգրամ ալիքների փոխանցմամբ հրավիրյալների թվում եղել են բարձրաստիճան գեներալներ, անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ, падգամավորներ եւ պաշտոնյաներ։ Գեներալը Հոբելյանից զատ նշում էր նաեւ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում իր նշանակումը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏՀ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։